Այդպես մի նայեք իմ խուճուճներին, դրանք ուղիղ արտացոլում են իմ խուճուճ մտքերը, երբ ես մտածում եմ, թե ինչպես հզորացնել այն համայնքը, որտեղ ապրում եմ։ Բարև ձեզ, ես Վիկան եմ, Վայոց մարզի Եղեգնաձոր քաղաքից, 16 տարեկան, Sparks երիտասարդական նախաձեռնության համահիմն։ Մի քիչ ներկայացնեմ մի քանի տվյալների մարզի մասին, որոնք ձեզ ավելի կօգնեն ինձ հասկանալ։ Դե օրինակ Վայոց ունենք 7 գյուղ, որը լիովին լքված է։ 4 գյուղում միայն 100-ից պակաս բնակիչ կա։ Իսկ 10,000 բնակչությունից պայմանական միայն 105-ն ունեն մասնագիտական կրթություն։ Եվ ըստ իս հասարակությունը բաժանվում է հիմնականում երկու մասի՝ անտարբերներ եւ գործողներ։ Անտարբերները հիմնականում մտածում են, եթե ոչ ոք չի կարողացել, ես էլ չեմ կարող, կամ եթե ինչ-որ մեկը կարողացել է, դե թող անեն։ Իսկ գործողները մտածում են, որ եթե ինչ-որ մեկը կարողացել է, իրենք էլ կարող են։ Իսկ եթե ոչ ոք չի կարողացել, իրենք կլինեն այն մարդը, ովքեր կկարողանան։ Եվ այս մտքին ես եկա այն ժամանակ, երբ մասնակցեցի առաջին անգամ մի միջոցառման, որը կազմակերպել էր Հզոր միտքը եւ Արագած գյուղի երիտասարդները, ովքեր իմ տարիքակիցներն էին։ Իրենց նայելով ես մտածեցի. ինչու չեմ կարող իմ համայնքում նմանատիպ մի բան անել եւ ծրագրեր իրականացնել։ Գնացի համայնք եւ պատմեցի մի քանի հոգու։ Գտա գաղափարակիցներ եւ կազմեցինք թիմ։ Ու մտածեցինք, թե ինչեր կարող ենք անել հետագա մի քանի ամսվա ընթացքում մեր մարզում։ Դե այդ ամեն ինչ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ էր տարածք։ Ու այդ տարածքը ստանալու համար մենք մտածում ենք դիմենք համայնքապետարանին։ Բայց մենք 3 անգամ դիմեցինք համայնքապետարան ու 3 անգամա մերժեցինք։ Դե իսկ Էլ չասեմ, մարզպետարան դիմեցինք, նույնիսկ չթողեցին դռնից ներս մտնել։ Սա ուղիղ խոսում է մեր մեծ սերնդի եւ փոքր սերնդի փոխվստահության պակասի մասին։ Բայց մեզ այս մերժումները չհիասթափեցրեց։ Մենք որոշեցինք, եթե նպատակ ունենք, պետքա գնանք մինչև վերջ։ Ու սկսեցինք ավելի մեծ մտածել։ Սա մեզ համար հանդիսացավ պատճառ, որպեսզի չսահմանափակվենք։ Եվ առաջին միջոցառումը մենք կազմակերպեցինք ազգային պարերի ուսուցում։ Քանի որ տարածք չունենք, մենք մտածեցինք հանրային որևէ տարածքում անել, քանի որ ոչ մեկ չէր կարող գալ ասել, սա մեր տարածքն է, մենք ձեզ թույլ չենք տվել եւ այլն։ Ուզում եմ ասել, որ սահմանափակումները միայն մեր ուղեղում են եւ յուրաքանչյուրս ենք որոշում, թե ինչպես կարող են գործել։ Իսկ հետագայում կարևորեցինք միջմարզային, միջհամայնքային կապերը, սկսեցինք տարբեր գյուղեր, տարբեր համայնքներ այցելել, ստեղծել միջմարզային կապեր, որոնք մեր համախմբվածության բանալին են։ Ու 2 տարի գործելուց մենք գրանցել ենք մի շարք արդյունքներ, որոնք ձեզ հիմա ներկայացնեմ։ Մենք կազմակերպել ենք Հզոր մտքի հետ շուրջ 300 մասնակից ունեցող համայնքային մեծ միջոցառում, որը նվիրված էր Գագիկ Գինոսյանին եւ հայկական մշակույթին, ինչը շատ մեծ համախմբող կոնցեպտ ուներ, որին մասնակցեցին երիտասարդներ Լոռիից, Գեղարքունիքից, Սյունիքից եւ Վայոց։ Մենք նաեւ կազմակերպում ենք հայրենաճանաչողական քայլարշավներ, կարևորելով հայրենաճանաչողությունը եւ մասնակիցներին ավելի հայրենի հողին կապելու 14 մարզից եւ գյուղից։ Ինչպես ասեցի, մենք նաեւ կարևորենք միջմարզային եւ միջհամայնքային կապերը։ Սրա շնորհիվ մենք բացահայտում ենք տեղական առաջնորդներին եւ ստեղծում ենք համայնքային թիմեր, որոնք իրենց հերթին արդեն գործում են իրենց համայնքներում եւ առաջ են տանում։ 20-ից ավելի սեմինարներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման եւ այլ արտի թեմաներով, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարին մարդու համար։ 20-ից ավելի համայնքային հանդիպումներ, ֆիլմերի դիտումներ եւ այլ թիմային միջոցառումներ, որոնք լուծում են քիչ համախմբված լինելու եւ իրար քիչ ճանաչելու հարցը։ Բայց հարցը մնում է. որքան ավելի մեծ արդյունք կգրանցեինք, եթե մեր կողքին ավելի շատ լինեին ավագ սերնդի առաջնորդները, ներկայացուցիչները եւ այլն։ Բայց ես այստեղ չեմ, որ գլուխ գովամ կամ բողոքեմ մեծ սերնդից։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, եթե միտեղ հանդիպեք մի ծաղկով գարուն չի գա, արտահայտությանը հիշեք, որ ծաղկած լեռներով գարուն կգա։ Ու եթե յուրաքանչյուրս հանդիսանանք մի ծիլ, մի ծաղիկ, որոնք կծաղկեցնեն մեր լեռները, մեր դաշտերը, ծաղկած լեռներով գարուն կգա։
Իսկ ով որ մտածում է, որ արդեն ուշ է լինել ծաղիկ կամ ծիլ, կարող է հանդիսանալ այդ ծաղիկների ջրողը, աճեցնողը եւ ի վերջո կդառնանք ծաղկած լեռներ եւ ծաղկած լեռներով գարուն կգա։ Շնորհակալություն։